Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն ակտիվների գույքագրում Prof Alliance Ձեր պատասխանին եմ սպասում պարոն Սարապյան Կբացատրեք իմանամ ինչ հանցագործության մասին է խոսքը Ինչ հանցագործություն ցավը տոնեմ 1000 տարվա գործ է ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ ուղղակի ներկա եմ եղել տեսել Հիմա ինձ ուզում եք համոզել, որ զուտ ներկա գտնվելու ու տեսնելու համար մարդուն բռնում ու բաց չեն թողնում։ Ես քեզ լուրջ եմ ասում, ես դրա հետ կապ չունեմ։ Հասկացանք, բռնել տարել են, բայց ճշմարտությունը կպարզվի ու բաց կթողնեն։ Բայց ախր չեմ հասկանում, ինչի պետք է դրան հասնի, Անունից հետ խաղում են, գործս հետ են գցում։ Հենա ավելի լավ է ես մի ոտ շուտ գնամ, իրանք էլ թող պարզեն գտնեն այդ իրենց հանցագործին։ Ես չես հավատում ինձ։ Չգիտեմ։ Շատ եմ ուզում հավատամ, Բայց չկա, նոնա չկա, բայց չկա։ Հավաքվի գնում ենք տուն։ Մեկ էլ զանգեն քո սիրած ռեստորան, պատվի քո սիրած ուտելիքները, ճամփին կվերցնենք, կգնանք տուն ու միասին կնշենք։ Ինչ կասես։ Անհարգամ մի հատ խմի։ Ամեն դեպքում կարող է բարձրանաս գնաս անկողնու մեջ պարկես։ Չէ, գլուխս պտտվում է, մի քիչ մնամ այստեղ հետո կգնամ։ Պապ, իսկ կլինի շտապ կանչենք։ Իմաստ է, բալա է։ Այ։ Մի քիչ հետո կկարգավորվի ամեն ինչ, եթե չէ, ուրեմն մաման իմ բժշկին կկանչի։ Եվա, հետո, ինչ եք լուրում ուժ նստել, մի բան ասեք, խոսեք։ Դե ինչ ասենք, Արեգն ու Արամը լավ են, բժիշկն էլ գոհ է։ Հա, այդ շատ կարևոր է իհարկե, շատ։ Բալես դու չներվես, որ չկարողացա խոսել Դավիթի հետ։ Ես երկու օր անպայման կխոսեմ։ Պապ, դու դրա մասին մի մտածի, հա, ամեն ինչ լավ կլինի։ Արգամ ջան, արի լռի, փորձի մի քիչ քնես, հա։ Քնած ժամանակ ավելի արագ կվերականգնվես։ Հա, ճիշտ ես ասում, լավ, հա։ Հա, Լևոն, ինչ ես մտածում, ինչ է լինելու սրա վերջում։ Դե լուրջ դեպք է, երեխայի առևանգում, շատ լուրջ հոդված է։ Պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացվի, հասկանան ստիպողաբար ինչ-որ բան եղել է, թե չի եղել, ու հետաքննությունը կպարզի, թե ովքեր են մեղավոր։ Դուք այս հարցերի պատասխաններն ունեք։ Չէ, իհարկե։ Երեխան լսել է անմիջապես իրան կորցրած վազել է հիվանդանոց, որ եղբորը բրկի։ Արգամը տենց արդարանում էր, մանրամասներ չի ասել, իհարկե ես էլ հարցեր չեմ տվել, որտեղ ոչ սիրտ ունեի, ոչ էլ հավես ունեի։ Դե նորմալ է, դրանով կզբաղվեն պատկան մարմինները։ Չէի ուզի, բոլորովին չէի ուզի։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այս տարիների ընթացքում ես ինչ եմ ներսում զգացել, ոչ ոք, բայց երեխան ողջ է, ես գիտեմ դրա մասին, որ այդ ինձ հերիք է, ցավ կա մեջս, բայց չարություն չկա, հեչ չկա։ Տիկին Սաթեն, անկախ նրանից դուք կուզեիք թե չէ, այս գործը էմոցիաներով չի, օրենքը կպարզի, հետաքննություն կլինի ու պարզ կլինի, թե մեղավորն ով է։ Իսկ երեխաներին տեսել եք, ոնց են։ Լավ են, լավ, երկուսն էլ լավ են, փառք Աստծուն։ Լուսի, այն ինչ որ պատմում ես, ոնց որ կինո լինի։ Ինչի իմ պատմությունը կինո չի։ Դե քոնն էլ է կինո։ Մամ, այն շորիկը, որ խնդրել էի լվացիր։ Հա, լվացել եմ, ուզում ես հագնես։
Հա, Սաթենը ասեց, որ վաղը թեկուզ մի քանի րոպեով, բայց կտեսնեմ Արամին։ Լսի, հիմա պիտի Արամի անունը փոխել։ Դե, ստացվում է, հա։ Բայց ինչի մենակ անունը, ազգանունն էլ, հայրանունն էլ։ Ինչքան լսում եմ, մեկա գլխիս մեջ չի տեղավորվում այս պատմությունը։ Դու Դավիթին տեսար, խոսեցիր։ Հա, Ոնց էր։ դե այնքան վատ էր, որ պապայի մասին հարցեր չտվեցի։ Իսկ Լուսեի հետ խոսել էր։ Ամիս թվում է վախենում է դրա համար է ձգում։ Երևի որոշել է վաղը խոսի։ Պարզվեց, որ ինքն է արել։ Սկզբում ժխտեց, իսկ հետո խոստովանեց։ Պատկերացրու չեմ զարմանում։ Ցնած նողկալի էր չես պատկերացնում։ Չեմ էլ ուզում ավելորդ անգամ դեմքը տեսնել։ Բայց ստիպված ես մի անգամ էլ տեսնել։ Ինչի ինչ կա որ պարտադիր պիտի տեսնեմ։ Դե ընկերության հետ կապված բաժնետոմսերի հարցը դեռ օդում է։ Ես թքածում եմ այդ բաժնետոմսերի վրա։ Ինչ։ Թող ինչ ուզում է անի, ում ուզում է թող տա։ Եթե դրա համար էիր կանչել, ես գնամ։ Հա, որովհետև Արեգի վիճակը լավ է։ Վիրահատությունը լավ է անցել ու համոզված եմ Լուսեի տրամադրությունն էլ է լավ։ Ուզում եմ խոսեմ հետո։ Դեռ հույս ունես։ Հա։ Իսկ չես մտածել, որ Լուսեն… Խնդրում եմ։ Հիմա ոչ մի բան մի հարցրու։ Ես ուզում եմ հանդիպեմ հետո։ Իսկ թե ինչ կլինի, հետո կհասկանամ։ Մեղք ես։ Դե լավ։ Այ աստուծո։ Արեգի ու Արամի մոտ արդեն մտել ես, լավ են։ Արեգի ու Արշակի մոտ, Լուսե ջան։ Արեգը լավ է, նորմալ է։ Արշակի մոտ էլ Անահիսն է խոսում եմ։ Ավարտեն կմտնեմ։ Մայրդ ու հայրդ չեն եկել։ Պապան երեկվանից լավ չէր, մաման էլ մոտն է մնացել։ Սիրտը լավ էլ դիմանում է։ Բժշկի դիմել եք։ Հա, գիշերը շտապօգնություն եկավ։ Հիմա արդեն լավ է։ Դու ո՞նց ես։ Լավ։ Սատ ես արդեն կարամ այսօր Արեգի մոտ մտնեմ։ Չէ։ Ոչ խոսել է կարելի, ոչ էլ հուզվել։ Վաղը գուցե, չգիտեմ։ Կախված վիճակից։ Ուրեմն սպասենք Անահիսի դուրս գալուն։ Ահա։ Լուսեն չի զանգել, իմանայինք երեխեքը ոնց են։ Չէ դեռ, բայց ասեց կխոսեմ կզանգեմ։ Դու կարող ես մի բան ուտես։ Չէ, չեմ ուզում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Պարոն Մելիքյանի հետ էի ուզում զրուցել։ Հա, տանն է, բայց մի քիչ լավ չի ամուսինս։ Արիան։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Ողջույն։
Նստիր։ Մարիամ ջան, մեզ սուրճ կտաս։ Չէ, շնորհակալ եմ, ոչինչ բան պետք չի։ Ես ձեզ մոտ մի հարցով եմ եկել։ Լսում եմ։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ ինձ ասացիք, որ ձեր գործընկեր Սուրեն Սարապյանը խոստովանել է, որ ինքն է վրայերթի ենթարկել հորս։ Հա, ասել է իմ օֆիսում։ Շատ լավ է։ Դուք պատրաստ եք, չէ՞, դատարանում որպես վկա հանդես գալ ու ասել են ամեն ինչը, ինչ որ ձեզ պատմել է Սարապյանը։ Աչքներդ լույս լինի, Տիկին Սաթ։ Իսկապես շատ ուրախ եմ ձեզ համար։ Շնորհակալ եմ տղա ջան, ապրես։ Ինչքան շփվում եմ քեզ հետ, այնքան կասկածում եմ, որ դու Սարապյանի որդին ես։ Եթե ասեմ ես երկու օրս մի քիչ ցույց կլինի մեր հանդիպելը, բայց տղաների հիվանդանոցից դուրս կան անպայման կհանդիպենք։ Խաղի բնակիչները ահավոր ոգևորված են, գնահատությունները հանել են, ուզում են անպայման մասնակցեն ծրագրին։ Կմասնակցեն։ Իդեպ, բացի մեր առաջարկած 50%-ից մենք ուզում ենք նաև հին տների ծրագրի հետ կապված ֆոնդ բացել։ Այնպես որ քաղաքն էլ կօգնի ու կարծում եմ ծրագիրը իրականություն կդառնա։ Ապրեք շատ, շատ։ Լավ, ձեզ չխանգարենք։ Ուսե, կարող ենք։ Հա, իհարկե։ Կհանդիպենք Տիկին Սաթ։ Անպայման։ Հա, կգամ դատարան ու կպատմեմ այն ամենը, ինչ Սրապյանն ինձ ասել է։ Հուսով եմ նաև հասկանում եք, չէ՞ որ պետքա նշեք, որ դուք Անդրանիկի հետ միասին նույն մեքենայում եք եղել։ Հա, իհարկե հասկանում եմ։ Բոլոր այն մարդիկ, որ չէի ուզենա, որ այս պատմությունն իմանան, արդեն գիտեն, այնպես որ միևնույն է։ Օրենքի հարցում էլ կարող եք հանգիստ լինել։ Նույնիսկ եթե կարողանայիք մարմինները դուրս բերել, այդ ոչ մի բան չէր փոխի։ Իրանք հենց վթարից են մահացել։ Սրիկա Սուրեն։ Հա, հիմա արդեն գիտեմ։ Ափսոս, որ իմացա։ Դե իսկ երեխայի մասով Մարիամ ջան, ինձ իմ դեղը կտաս։ Դեղը վերջացել է, բայց մուշեղը գնալու է Լուսեի հետևից դեղն էլ կբերի։ Իսկ միգուցե դու բերես։ Լավ, հիմա կապիտան խնդրում եմ։ Չէ, կապիտանն արդեն գնում է։ Կարող ես հանգիստ լինել։ Պարոն Մելիքյան, այստեղ մի քանի փաստաթղթեր կան ուղղակի տեսագրության հետ կապված, պետք է խնդրեմ ուշադիր կարդաք ու ստորագրեք։ Հա, իհարկե։ Լավ, դե ես շուտ կգամ։ Հա, լավ։ Ուսե։ Կարող եմ իմանալ պատճառը ինչն է, որ սենց արագ որոշում կայացրեցիր։ Արագ չի, Դավիթ։ Եթե հիշում ես, մենք մինչև Ֆարեգի դեպքը սկսեցինք խոսել։ Ուղղակի Արամը զանգեց ու կիսատ մնաց։ Հա։ Ու խոսակցությունը դու բացեցիր, որովհետև դրանից առաջ Սերինեին ես հանդիպել ու Աստված գիտի քեզ ինչ է ասել։ Ինչ ասելա ճիշտ է ասել։ Հա, բայց կարամ իմանամ ինչ է ասել։ Այն որ դու արժանի ես երջանիկ լինելու, որ քո կինը քեզ սիրի, ու որ ես էլ եմ արժանի երջանկության։ Ու ճիշտ չի քո կողքին սենց մնալը, համ քեզ եմ զրկում երջանկությունից, համ ինձ։ Լավ, իսկ եթե այդ ուրիշը… Ես չգիտեմ ինչ կլինի վաղը, Դավիթ։ Հա, ես Արեգի հետ չեմ խոսեցել ու ես չգիտեմ մենք նույնիսկ միասին կլինենք, թե չէ։ Շատ հնարավոր է ամեն մեկը սկսի իր կյանքով ապրել, բայց անկախ այդ ամենից սխալ է քո կողքին մնալը քեզ չսիրելով։ Այս դեպքը ուղղակի պատճառ եղավ, որ ես հասկանամ, որ խաբում եմ ուղղակի ինձ։ Ես ինչքան էլ փորձում եմ, մեկը իմ ուշքի միտքը Արեգն է։
Իսկ երեխայի պահով Այդ մասին մի ուրիշ անգամ։ Չէ, հիմա ես ամեն ինչ պիտի իմանամ, կապիտան։ Երեխայի առևանգում։ Ով է որոշել, որ Անդրանիկի երեխան պետք է ներկայացնեք որպես ձեր երեխա։ Ես։ Որովհետև վաղ կոտի պես փախա։ Եթե երեխային տայի Սաթենին, ուրեմն պիտի ասեի նաև, որ ես նույնպես եղել եմ այդ մեքենայի մեջ։ Պիտի ասեի, որ չկարողացա օգնել։ Պիտի ասեի, որ վաղ կոտի պես փախա։ Պիտի ասեի, որ ես փորձում էի կազմակերպել այդ չարաբաստիկ հանդիպումը Անդրանիկի ու Սուրենի, բայց քանի որ Անդրանիկը չուզեց, ուշ երեկոյան միասին վերադառնում էինք արդեն։ Իսկ ես այդ ժամանակ դեռ մտածում էի, թե Անդրանիկը դեռ ողջ է։ Իսկ Մարիամը։ Մարիամն ինչ։ Մարիամի դժբախտությունը կայանում է երևի նրանում, որ ինձ անսահման սիրում է։ Ու արել է այն, ինչ ես ասել եմ։ Անցել է բոլոր կարմիր գծերը։ Մարիամը։ Ձեզ թվում է հեշտ է ուրիշի երեխային գրկած նայես, թե ոնց է թե ոնց է քո երեխան այրվում մեքենայի մեջ։ Ջուր խմեք։ Ինչ էլ ասեմ, կապիտան, միևնույն է, ինձ արդարացում չկա։ Դե իսկ ինչ վերաբերում էր Մարիամին, արդեն ասացի։ Կներես Սատ, ախր ժամանակն հենց արագ անցավ։ Համել բժիշկը եկավ, ասաց, որ քնելու ժամանակն է։ Ոչինչ, առանձնապես մի նեղվի, կարևորն է նա, որ լավ ժամանակ եք իրար հետ անցկացրել։ Այդ մեկը հաստատ։ Բայց դու հիմա… Ոչինչ բան չկա, մի 2 ժամ աստեղ կսպասեմ։ Հենց որ կարելի լինի, արդեն կգնամ կտեսնեմ։ Դե ես կմնամ քո հետ։ Չէ, դու գնա քո գործերով։ Չէ, ինչ գործ, ընդամենը դասեր ունեմ անելու, էդ էլ հաստատ կհասցնեմ։ Բա Լուսենուրը ասեցիր եկել է։ Եղբորդ հետ է։ Դավոն էլ է եկել, երևի ուզում է խոսի։ Ինչ է եղել, որ։ Այս դեպքից հետո Լուսեն գնաց ու իր ծնողների տանը մնաց գիշերը։ Ինձ թվում է ուզում է բաժանվի։ Իսկ Դավիթը։ Դավիթը Լուսենին շատ է սիրում, հաստատ չի ուզում բաժանվի։ Ուղղակի եթե Լուսեն ուզեց։ Հա, մեկ էլ Արեգի մասին։ Այդ ոստիկանը ինչ ասեց, որ ձեր տանն է մնում։ Ես իմ ասեց այդ լակոտներին պետք է գտնեն, որ հասկանան պատվիրատուն ով է։ Հասիմանակ ես կգնամ արագ կառնեմ, հետ կգամ։ Ախպեր դե օգնենք, քանի որ այդ գարաժից դուրս չենք եկե, փտանք արդեն։ Հասկացանք, բայց ասես չէ Ռոմը, որ մեզ ման են գալիս։ Դե բա որ այդքանը գիտեիր ինչ է իր խանութ գնում։ Որտեվ սիգարետ չկա, սաղ ծխել ես, Ռոմն էլ ուշ է գալու։ Դե բա դիմանայիր։ Յանես հեշտ ես ասում։ Այս ներվի մեջ էլ չլինի, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Դե բա էլ խես նեղանում, որ իրար հետևից ծխում եմ։ Նեղանում եմ, որտեվ հելար հետևից ցե կար։ Լավ ախպեր։
ճամփի կեսն արդեն անցել ենք։ Այն մարդու ասելով են խաչմերուկից թեքվում ենք դուրս են գալի խանութի դիմաց։ Այն մարդը։ Այդ մարդը տեսար ոնց էր վրետ նայում։ Չեմ զարմանա, եթե վազի զանգի մենթերին։ Լավ աղբյուր դու էլո չասիր։ Լավ քիչ խոսա։ Արի շուտ գնանք առնենք, դե լենտակից դուրս եկող չկա։ Դե ուրեմն ինչքան փող կա վեկալ քչություն չանին, թե չէ նորից դուրս են գալու։ Բա հետո էլ ինչ խոսացիք։ Ինչ պիտի խոսեի։ Դու օրեկար ես վատ էի։ Չասամ վատ էի։ Չէ, լավ էր։ Հա։ Տեսնում ես։ Բա հիմա երբ է լինելու այդ դատը։ Չգիտեմ։ Ես այդ թեմայով կապիտանի հետ չեմ խոսել, կապիտանն էլ այդ թեմայից ոչ մի բան չասեց։ Բայց երևի շուտով։ Իսկ ինչ ես կարծում, ինչքան կտան Սուրենին։ Ինչքան էլ որ տան քիչ է լինելու մեր կյանքը դժոխք դարձնելու համար։ Այվար, դուք ես ձեր դուրը ընդհանրապես չեք փակում։ Բարև ձեզ, ոնց եք։ Ինչ է, ինչի ես եկել, ինչի ես հիշել մեզ։ Վայ։ Այվար, տես 3 օր սպասում եմ զանգիդ։ Այդ չկաս, կորել ես։ Ինչի համար պիտի զանգեմ քեզ։ Անկերությանս բաժնեմասերի։ Մարիամ ջան, մեզ մենակ կթողնես։ Անայսը դեռ չի իջել։ Իջել է գնաց սուրճ բերի մեզ համար։ Դու բարձրացել իջել ես։ Չէ, մերյալ ժամն այնտեղ, կարտնանակը բարձրանամ։ Դու քեզնից ասա, խոսեցիք։ Անայսն ասեց, որ ուզում ես բաժանվել Դավիթից, ճիշտ է դա։ Ճիշտ է։ Արգամի գաղտնիքը բացահայտվեց, այլևս կարիք չկա, չէ՞ Դավիթի հետ մնալու։ Ես ուսամ դու Արշակի մասին։ Չեմ իմացել։ Մենակ եմ, որ Անդրանիկենք պապայից հետ նույն մեքենայի մեջ են եղել։ Դե հետ էլ մաման ամուսնանալուց առաջ է պատմել։ Բա արժեր դրա համար 3 ջահել կյանք փչացնել։ Սրապյանը սպառնաց, որ ամեն ինչ կպատմի, եթե Դավիթի հետ չամուսնանամ։ Ինձ ինչ էր մնում անելու, մանավանդ, որ պապան դեռ ուշքի չէր եկել։ Չէ, լուսա, ես քեզ բնավ չեմ մեղադրում։ Միևնույնն է, սենց տենենց ճշմարտությունը ջրի երես էր դուրս գալու։ Սրապյանը որոշել էր գործարք կնքել, բայց այդ գործարքը անավարտ մնաց։ Հագին ժամանակ չէ, իրար հետ ապրեցիք, չկարողացաք ընտանիք դառնալ։ Վատ տղա չի դա։ Հա, լավ մարդ է։ Բայց ես Արեգին եմ սիրում։ Գիտեմ։ Նույնն էլ ինքը։ Ուրիշ ինչ կարողացավ սիրել։ Լավ Արեգ ամուսնացած չի եղել, ես պատկերացնում եմ։ Ինչքան դժվար է եղել քեզ համար, սարսափելի է։ Չսիրած մարդու հետ ապրելը։ Ես ու Դավիթը ամուսիններ չենք եղել։ Մենք ուղղակի մի տանիքի տակ ենք ապրել։ Իսկ կարող է որոշ ժամանակ անցնի ու Չէ։ Լուսեն պարզ ասեց, որ այսքան ժամանակ Արեգին է սիրել։ Դու տեսնեիր իրան ոնց տնից դուրս գցեց, երբ որ դեպքի մասին իմացավ։ Բարզում, բա ինչ պիտի անես։ Չգիտեմ։ Երեկոյան տուն եմ գնում, մի քիչ նստում եմ, հետո արագ փախնում եմ տնից։
Երեք մամայի տանն եմ քնել։ Դե գոնե միակ տեղն է, որ չեմ մտածում դուռը հեսա կբացվի ու լուսեն ներս կգա։ Իսկ կարող է մեզ մոտ գաս մնաս։ Շնորհակալ եմ, բայց չէ, Իզաբել։ Դավիթ, կարող է Օլայի հետ միանաս։ Դուք այսքան ժամանակ չհավատացիք, հա, որ ես այդ մարդուն չեմ սիրում։ Չնայած Օլիայի պատմությունը ինձ մի շատ կարևոր բան է սովորացրել։ Սիրո հարցում զիջումների չեն գնում։ Ու ես դա Անայիսին էլ եմ ասել։ Լավ է, որ գոնե Անայիսը երջանիկ է։ Աստված տա դու էլ քո երջանկությունը գտնես, Դավիթ։ Իսկ կարող է Սերինեի առաջարկը ընդունես ու որոշ ժամանակով տեղափոխվես Միացյալ Նահանգներ։ Հնարավոր է, բայց դե դու ինձ գիտես, ես նման որոշումները արագ չեմ կայացնում։ Թող ինչ-որ ժամանակ անցնի, ես էլ կմտածեմ։ Մտածիր, որովհետև ինձ թվում է, որ դա շատ ճիշտ որոշում կլինի։ Չեմ կարծում, որ քեզ հեշտ կլինի Լուսեի հետ նույն քաղաքում գտնվել։ Իսկ հորիցդ լուր ունես։ Հա Իրանից խնդրում եմ մի հարցրու, հա։ Լավ, Դավիթ ջան։ Ինչ էլ ասես, միևնույն է, ես քեզ չեմ հավատում, որ դու կապ չունես այս Արեգի գործի հետ։ Ես ասում եմ չկա, դու էլի քո էշն ես քշում։ Ես էլ քեզ ասում եմ չեմ հավատում։ Լսիր, ես այսքան տարի քեզ հետ աշխատում եմ ու բոլորից լավ եմ ճանաչում քեզ։ Սա քո ձեռագիրն է։ Մի խոսքով թողնում ենք այս ամեն ինչը ու անցնում ենք մնացածին։ Դու էլ ասա քո հետ մնացածը, թե դու կհասկանանք։ Հասկանալու բան չկա։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Խոսքը վերաբերում է քո ընկերության բաժնեմասին։ Այո։ Ինչ այո։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս այդ այոն բաժնեմասի հետ միասին փոխանցես որդուդ։ Ես մարդը լրիվ ձեռ առնում է։ Լսի, ես միևնույնն է չեմ գնելու դա։ Արամ դու կարող է առյուծի կաթես խմել, դու չես հասկանում, որ եթե չառնես, այն էլ իմ ասած գնով, ես միանգամից… Ինչ, բերանդ բացելու ես, շատ բարի, գնա ու բաց արա։ Հա, կապ չունի, ժամը ընդհանրապես կապ չունի, դու անպայման զանգի հենց նորություն լինի։ Լավ։ Ընկերդ ես։ Հա, հետ լակոտներն են նկատել։ Սկզբում ինչ-որ տարեց մարդ է զանգել, հետո էլ մի կին, ով խանութ ունի։ Մտել են ինչ-որ առևտուր են արել, բայց առևտուրը սովորականի նման չի եղել, ամեն ինչից շատ են գնել։ Իսկ այդ մենակ մի բան է նշանակում, որ փորձում են թաքնվել։ Ես հաստատ իրանք են եղել։ Հակու կապը նույնն է եղել։ Հիմա տղաները իջնում են այդ խանութ, այնտեղ տեսախցիկներ կան։ Ստուգեն, եթե իրանք եղան, այդ տարածքը կսանրեն ու անպայման կբռնեն դրանց։ Հա, գոնե այս անգամ Սրապյանի անունը տան։ Որ գոնե Ռոմանի անունն էլ տան, էլի բավական է։ Այդ Սրապյանի աջ ձեռքն է, չէ։ Հա, ինքնավոր կա։ Ու մի բան էլ, ես մեր վերադասի հետ խոսել եմ հորս գործի հետ կապված։ Ու շատ հնարավոր է շուտով ձերբակալման հրաման տա։ Այդ շատ լավ բան ասացիր։ Հա, այդ որ լինի, սահմանային բոլոր անցակետերում արդեն արգելք կդնեն ու ինքը չի կարողանա երկրից դուրս գալ, անպայման կբռնեն։ Ես հուսամ գոնե հիմա այդ Սրապյան ամեն բանի համար պատասխան կտա։ Կտա, ամեն ինչի համար պատասխան կտա։ Արգամ Մելիքյանը կգա դատարան, վկայություն կտա հորս գործով, մենակ այդպես կարող էինք իրեն կալանավորել։ Բայց եթե Արգամը դատարան գա այդ ժամանակին։ Գիտի ու պատրաստ է։ Հա, Սուրեն, ինչ-որ հարցեր կան։ Շերը, ուզում եմ հասկանամ ես երկու օրվա մեջ ինչ է փոխվել, որ քեզ մեկ է ես բերանս կբացեն, թե չէ։ Շատ բան է փոխվել, Սուրեն, շատ բան։ Բայց ամեն դեպքում ես քո հարցի պատասխանը տամ։
Սաթենն ամեն ինչ գիտի։ Ինչ է խոսում։ Ամեն ինչ։ Հա։ Այն որ ես Անդրանիկի հետ միասին նույն մեքենայում եմ եղել։ Այն որ Արամն իրականում Արշակն է։ Ոնց։ Հետ էլ գիտի։ Հա, գիտի։ Եթե չես հավատում, կարող ես գնալ ու ինքդ էլ մի անգամ ասել։ Իսկ ես ամեն ինչի մասին հելո գիտի։ Բոլորը Սուրեն, բոլորը։ Սպասի, իսկ Դավոն ու Լուսեն։ Դավիթն ու Լուսեն բաժանվում են։ Քեզ բան չի ասել Դավիթը։ Չէ։ Իրականում ես շատ եմ ցավում, որովհետև Դավիթին ես շատ եմ սիրում։ Լավ տղա է Դավիթը, բայց առանց սիրո ընտանիքը երկար կյանք չի ունենում։ Ինչ ասեմ, դու քո տղայի կյանքն էլ հարամեցիր։ Էլ չասեմ իմ աղջկա, Արեգի։ Վերջում ինչ շահեցիր դու կասես։ Չլիներ քո շանտաժը, Լուսեն Դավիթի հետ երբեք չէր ամուսնանա։ Իսկ հիմա գնա։ Գնա ու պատրաստվիր քո դատաստանին։ Գնա ասում եմ, երեսդ չեմ ուզում տեսնել։ Գիր, քանի ժամ ես մնացել։ Շատ լավ է։ Լսի բամենք։ Իսկ վաղը կարող է հանդիպենք։ Դե կխոսենք։ Ոնց Արամը արդեն լավ է։ Հա, այսօր 4 ժամ միասին են անցկացրել ինքն ու Անահիսը։ Դե լավ, որ այդքան թողել են, ուրեմն լավ է։ Լավ է։ Այս երկու օրը դուրս կգրեն։ Լսի կարողա ձերանց հետ խոսենք։ Ասեց սենց թենենց պետքա մի քանի օր տանը մնա, չեն կարողանալու։ Հասկացա, այսինքն Արամին պետքա դուրս գրեն, նոր տեսնենք, հա իրան։ Բայց վաղը Անահիսին կարողա տեսնենք։ Լսի, ես վաղը հերթապահ եմ, դուք իրար հետ կհանդիպեք, լավ ժամանակ կանցկացնեք, մինչև ես կմիանամ ձեզ, լավ։ Նենց ուրախ եմ Անահիսի համար, այնքան շատ էի վախենում այդ վիրահատությունից։ Վայ գիժը, սաղ լավ է լինելու, չմտածես։ Արամն էլ հեսա կլավանա, միասին լավ տեղեր կգնանք։ Գայհաշ, ջան, ես քեզ հաստատ բան եմ ասում, ցավոտ տանեմ, հիվանդանոցից հենց դուրս եկավ, Արեգը, գիտես ինչ անելու, վազելու է գնա, Լուսեի ձեռը բռնի, բերի մեր տուն։ Հաստատ, ես քեզ բան եմ ասում։ Ձեր մոտ ինչ կա։ Գնացի նստել եք տնախ շենեք ձեր Մոսկվաներում։ Իա, շուտ արեք վերադարձեք։ Հա, բա վերադարձեք, լրիվ հնարավոր է, որ ձեր ու Արեգենց հարսանիքը հենց նույն օրն էլ լինի։ Հետո մի բան ասեմ քեզ, Աշխեն ջան, շուտ արի, որովհետև այս մեր շատ խելացի տղային հանկարծ հնարավոր է աղջիկները խելքը հանանեն։ Հլսրան նայի, բայց դու հլսրան նայի, վայ դու խորամանկ։ Հա, գնա, որ կանչում եք։ Որ է դուրս են գալիս, ասում է, լսեցին ինչ ասես դա, ասում է, եթե պտի խելքը հանանեի, մինչ հիմա արդեն արած կլինի։ Տիկին Սաթեն, իսկ Արեգն ու Լուսեն։ Լևոն ջան, հաստատ վստահ եմ ես։ Իսկ կարող է այս պատմությունները Արեգի մտքերը փոխեն։ Դե, լավ պատմություններ չեն։ Արշակի պատմությունը ահավոր պատմություն է, դրա համար էլ ես չեմ խաբրվում։ Արեգին էլ ասելու եմ, հորդորելու եմ, որ, լսի, ոչ ոք չի կարող նենց անել, որ Արեգն ու Լուսեն իրար հետ չլինեն, հրաժարվեն իրարից։ Հասան։
Հիմա լավ գալիս եմ։ Այդ լակոտներն են բռնել ես գնաց։ Սուրենից եմ բողոքում անընդհատ։ Սուրեննովա, Սուրեննում շուննա, եթե ես ուժեղ լինեի, Սուրենը ինչ էր կարողանալու անել։ Լսի Ռոմ, ուրեմն 2 ժամ ոստե հետևից տնենք ես սպասի ելը։ Պապան չկա, զանգում եմ չի վերցնում։ Երեք մեր տանն է անել։ Գնաս։ Ինչի համար ինչ կար։ Տելեխոն ձեր մոտ պահելը եղել է ոչ միայն քո որոշումը, այլ նաև Մարիամի միասին եք որոշել։